ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ եւ YouTube-ում մեզ հետևողներ, ճանապարհորդ միստիկ փիլիսոփա կոմպոզիտոր Գեորգի Գյուրջիևի գաղափարներն ու պրակտիկաները մեր օրերում նույնպես ակտուալ են, ոչ միայն ավելի գիտակից ապրելու, այլև արվեստում նույնիսկ զարգացման նոր ճանապարհներ փնտրելու եւ զարգացման նոր ուղենիշ, այսպես հաստատելու Գյուրջիևը ապրել է հունական ու հայկական մշակութային ազդեցությունների միջավայրում եւ իր փիլիսոփայությունն ու գաղափարները, իր երաժշտությունն ու պարային շարժումները եւ տեսանելի են նաեւ այդ իր ապրած միջավայրի այսպես բնական արդյունքում Գյուրջիևի դպրոցի հայաստանյան ներկայացուցիչն է այսօրվա մեր հյուրը Անի Բոստանյան եւ Գյուրջիև անսամբլի հիմնադիր գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանը շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար Բարև ձեզ շնորհակալություն Լևոնի հետ բազմիցս խոսել ենք Գյուրջիև անսամբլի մասին, խոսել ենք նաև Գյուրջիևի մասին, հիմա առիթ է դպրոցի մասին գուցե խոսելու, գիտեմ, որ դպրոցը 2007 թվականին է հիմնվել Հայաստանում, հետաքրքիր է ինչ ձեռքբերումներ է այն ունեցել այս տարիների ընթացքում եւ ինչու է ընդհանրապես կարեւոր դպրոց ունենալ Հայաստանում Գյուրջիևի Շնորհակալություն Նազելի, որ հրավերքի համար Դպրոց բառը արդեն ինքնին շատ բան մեջը գա, դպրոցում սովորում ենք, այսինքն բաներ որ եթե չգիտենք, պիտի սովորենք դպրոցում։ Իսկ Գյուրջիևը այդպիսի համագարկ բերած է, որ մի տեղ է գալիս, որ մարդը ինքն իրեն հարցնում է, ինչ եմ անում իմ կյանքում, կամ ինչ եմ էստեղ եկել։ Ու դպրոցը տալիս է գործիքներ, որ մարդը կարողանա ինքնադիտարկմամբ տեսնի իր ներկայվիճակը եւ հարցեր դա, որ ոնց կարելի է կյանքս դիտարկեմ, փոխելու մասին չենք խոսում, բայց քոնե այդ բաղը, որ ես դիտարկեմ ինքսինց, ինչ եմ այստեղ։ Այսինքն դպրոցը տալիս է գործիքներ, որ կարելի է ինքնադիտարկումը ավելի մատչելի կամ հասկանալի դառնա։ Այդ նպատակը։ Իսկ ձեռքբերումները մենք անցած տարի գիրք ենք հրատարակել թարգմանությամբ դպրոցի աշակերտների օգնությամբ Psychology of Man's Possible Evolution մարդու հնարավոր զարգացումը հոգեբանական զարգացումը դա դպրոցի առաջի գիրքներ որ թարգմանել ենք անգլերենից հայերեն Անցած տարի եւ վաճառքում գա, եթե հարցեր կա, մենք թիվեր կարող ենք տալ, կարող են զանգել։ Լավ, Գյուրջիևը մշակել է գործնական փիլիսոփայության ու այսպես նաեւ ընդհանրապես մարդկային ներուժի ու ինքնագիտակցության ճիշտ կառավարման նաեւ ինչ որ ուսմունք, հա, թե մեթոդ դուք կարող եք ասել ինձնից լավ, ինչու է կարևոր այդ մոտեցումները այսօր եւ ինձ հետաքրքիր է անձամբ թե այն կարող է արդյոք դրականորեն ազդել ժամանակակից մարդու այսօրվա մերօրյա վարքագծի վրա, որովհետեւ շատ կարևոր է հասկանալ թե այսօր մարդկությունը ուր է գնում Գյուրջիևի հիմնական բարոն Գյուրջիևի հիմնական գաղափարը որը շատ ուսմունքներ հին ուսմունքներից փոխանցված են եւ ինքը ոնց որ համագարկ է ստեղծել մարդկության համար ամենին կարևոր գլխակույն նույթը իրեն համար որ մենք քնած ենք մարդը մեր վիճակը մենք քունի մեջ ենք հիմա բոլոր գրոնքները հարցում են զարթնիր, արթնացիր, քնած ենք, բայց ինքը բերում է այդ համագարկը եւ դալիս է աշակերտներին վարժությունների միջոցով, որ մենք ինքնադիտարկման միջոցով տեսնեմ իմ քունս, ինչ է դա նշանակում։ Ֆիզիկական քունը կա եւ մենք արթուն քուն վիճակային կոչում այս գաղափարին եւ մեթոդներով եւ վարժություններով փորձում ենք դպրոցի անշուշտ աշակերտների եւ ղեկավարների միջոցով տեսնել ինչ է նշանակում քնած վիճակը։ Երբ որ տեսնում եմ իմ քունը, կարող է ինչ որ մի բան հնարավոր լինի։ Երկրորդ գաղափարը, որ բերում է բարոն Գյուրջիևը, այսինքն գաղափարներն են։ Գաղափարները գա եւ պրակտիկայի հետ կապված, այսինքն փորձեմ ես աշխատեմ այդ գաղափարներով, որ տեսնեմ ինչքանով է իր ասածը ճիշտ։
կարող է լինի խաղապարը տենց, բայց փորձեմ իմ կյանքի օրվա ընթացքում այդ խաղապարը պրակտիկ տեսնեմ այդ վիճակս։ Երկրորդ կարևորագույն նյութը, որ ինքը բերում է, որ մարդը 3 կենտրոնի էակ է, 3-centered being, 3 կենտրոններով, մտավոր, զգացմունքները եւ ֆիզիկականը։ Եվ այդ խաղապարները թարգմանված են դպրոցում 3 կամ ավելի մեթոդներով։ Այսինքն մտավոր կենտրոնը ունի իրեն խաղապարները, որ բարոն Գուրջևը բազմաթիվ խաղապարներ կա այնտեղ, որը մեկը քունն է եւ երկրորդը զգացմունքները, որը երաժշտությունը, որ աշխատել է շատ մարդկանց հետ, եւ ավելի կբացատրե զգացմունքներու միջոցով, ինչն է կապչում զգացմունքներին։ Իսկ երրորդը մարմինը, ես ունեմ մարմին։ Մարմինը ինչ կարող է ինձ անել։ Մենք ընդհանրապես մենք ինքը ասում ենք, ապրում ենք կամ մեկ կենտրոնում միտքն է, կամ էլ զգացմունքների հետ եւ մոռանում ենք, որ մարմին ունենք։ Եվ այդ մարմինի հետ ունենք սրբազան բարերը, որ ինքը մեզ բերել է այդ համագարկը, սրբազան բարերը։ Սրբազան բարերի այդ, հա, այդ համագարկը։ Ինչ որտեղ կարծես թե դա ինչ որ ռիտուալ է հիշեցնում, հա, ինչ որ։ Ուզում եմ ասել կրոնական ոչ մի բան չկա դպրոցում, դրոնքից ընդհանրապես հերու ենք։ Բայց մոտ է ինչ որ ծեսերի, չէ՞, ծիսական ինչ որ ուրիշ են, այո, ազգային դարբեր ազգերի բարերն է, սրբազան բարերը ինքը բերել է հայերից, ասորիներից, հույներից, շատ ազգերի ազգային բարերից բացի հին ռիտուալ բարերն են, որ ինքը համագարկված ձևով ներկայացրել ինքը։ Լևոն հավելելու ինչ որ բան ունեիք։ Սովորաբար բարը ինչ է, հիմա մենք ուրիշ ընկալում ունենք այն ինչ եղել է ժամանակին։ Ձեսեր են եղել, մեր հայկական ժողովրդական բարերն են նույնպես, ինքը ոչ թե պարզապես զվարճանքի ինչ որ մի բան է, այլ խորհուրդն է ունեցել, չէ՞, մենք տարբեր բնության արտացոլանքների կապ ունեցող բարեր ունենք եւ ձեսերից եւ տարբեր ժողովուրդների բարերից ինքը հավաքելով տարբեր շարժումները ստեղծել է բարերը, բայց նպատակը ինչն է մարդու զարգացումը, ուշադրության զարգացումը, որտեղ այդ բարերը տարբեր շարժումներ ես անում, դու պետք է կարողանաս ուշադրությունդ ինքան կենտրոնացնել, որ եւ դու տարբեր շարժում ես անում, խմբակային բարի ժամանակ կողքինը տարբեր շարժում է անում եւ միաժամանակ եւ տարբեր հաշիվներ ես անում եւ միտքը զարգացնել, որտեղ այնտեղ էլ երաժշտություն կա, բարի հետ զուգեքսո եւ զգացմունքներից վրա է աստում եւ ֆիզիկական շարժումները փորձել ներդաշնակ զարգացնել իրար հետ։ Բարի նպատակը այդ է, որ ամենակարևոր մասերից մեկն է Գուրջևի ամբողջ մեթոդների։ Ասածս հետ է, որ հավաքակրել է ինքը տարբեր։ Ընդհանրապես իր մեթոդները հավաքակրել է ինքը իր ճանապարհության ընթացքին, որտեղ Հայաստանից մինչև Բարսկաստան, Միջին Արևելք հասնելով Հնդկաստան, Թիբետ, Քաշկար, որ այս տարի պետք է գնանք մի խոսքով այդ հետո կպատմեմ, բայց տարբեր ժողովուրդների ձեսերից կամ ուսումնասիրելով եւ կրոնները եւ յուրաքանչյուր կրոնի մեջ ինչն է մարդու զարգացման մեթոդները, այդ մեթոդներն է վերցրել եւ իրար միացնելով մի բան է ստեղծել, որ առօրյա քո կյանքում կարողանաս դեղափոխես, ոչ թե կդրվես ամեն ինչից դու մի բանում ամբողջ օրը դարվես այդ մեկը անելով ու մոռանալ իրական կյանքում, այլ հակառակը, այդ մեթոդները վերցնես եւ ինքնաթիդարկես նախ ինքդ քեզ անընդհատ, որ շատ դժվար է նախ եւ առաջ հիշելը, որ պետք է ինքնաթիդարկես եւ զարգացնել քո մոտ այդ ուշադրությունը, հիշելու ինքդ քեզ եւ դիդարկելու ինքդ քեզ։
Լևոն, իսկ գիտեմ, որ դուք vocation-չվելով Գյուրջիևին հիմնել եք Գյուրջիև անսամբլը եւ արդյոք կարողանում եք այդ գիծը պահել Գյուրջիևյան, թե դուք էլի վերածվում եք հերթական այն բոլոր մնացած անսամբլներին, ինչ որ մեզ հայտնի են, գիտեմ, որ դուք համպես հայ հոգևոր եւ ավանդական ու նաեւ եթե չեմ սխալվում նաեւ կոմպոզիտորական երգեր եք չէ ներկայացնում խումբը կոչվում է Գյուրջև անսամբլ նախ հիմնվել է Գյուրջևի երաժշտությունը նվագելու համար բայց վերջը ընդլայնվելով լինի դա հայկական ժողովրդական հոգևոր երաժշտություն Կոմիտասի երաժշտությունը աշխուղական երաժշտություն եւ կոմպոզիտորական բայց պահելով այդ էսթետիկան Գյուրջևի եւ մեր աշխատանքում նաև անշուշտ կան Գյուրջևի մեթոդների աստեցությունը երաժշտության ընկալման հարցում ոչ միայն անսամբլի երաժիշտների նախ սկսենք որ դրա հետ է պայմանավորված ձեր հաջողությունները գիտեմ որ դուք միշտ այսպես բան եք ունենում տարբեր տուրեր եք ունենում համերգային չէ համերգային ծրագրերով տարբեր երկրներում հատկապես եվրոպական երկրներում է շատ մեծ պահանջված ձեր խումբը պայմանավորված է որակով որտեվ այնտեղ քեր նպատակ կա կատարյալ որակի հասնել եւ դա գալիս է Գյուրջևի մեթոդներից նաև լսելու իրար լսելու առհասարակ երաժշտությունը մի հետաքրքիր բան է որտեվ երևի այն քիչ տեղերից է որ իրար լսում են մարդիկ սովորաբար իրական կյանքում համբերություն կարող է չհերիքի բայց այդտեղ երաժշտությունը քեզ բարդացրում է իրար լսես իսկ առհասարակ Գյուրջևի երաժշտության մեջ մի խորհուրդ կա երաժշտական որակի կատարելագործված իրավիճակը թելադրում եւ ես շատ լավ եմ հիշում մեր երկրորդ ծրագիրը որը սկսեցինք Կոմիտասի Դաշնամուրային ստեղծագործությունների փոխադրումը հայկական նվագարանների համար իմ անսամբլի երաժիշտները նշեցին որ չենք պատկերացնում մեզ ոնց պիտի կարողանայինք Կոմիտաս այսպես նվագել եթե մեր առաջի ծրագիրը չլիներ Գյուրջևի երաժշտությունը այսինքն իսկ ինչն էր այդտեղ ինչն էր տարբերությունը հետաքրքիր է գիտեք առաջի համերգները որ եղան մեր 2011 թիվներ հիշում եմ Հայաստանից դուրս իմ խմբի երաժիշտները վարժ էին տարբեր անսամբլերում այստեղ նվագում էին փեմ լսարան շփումը երբ համերգ ես նվագում ծափահարում են բայց Եվրոպայում մենք երբ նվագեցինք այս Գյուրջևի երաժշտությունը քայլ լրություն էր իրենց համար անսովոր էր սկիզբը չէին հասկանում դա ինչ է հետաքրքրություն չկա թե ծայրաստիճան կենտրոնացում կա իրականում ծայրաստիճան կենտրոնացումն էր որ համերգից հետո մի բախ քարանում են երկար ժամանակ չեն կարողանում ծափահարել եւ հետո մի ուրիշ ծև ընդունելության է արժանանում եւ դա հասկացան որ այդ փառքը չի երբ համերգ ես գնում թեկուզ շատ է եղել որ հոգեվոր երաժշտան համերգ եմ գնացել երգչախմբային եւ այլն դիրիժորը կամ երաժիշտները ծափահարության են սպասում կամ մի ուրիշ քնահատման են սպասում բայց այստեղ այդ քնահատման բանը չի լսարանն ու երաժիշտը մեկ ամբողջական մի բան են դառնում մի բանի ծառայելու համար այսինքն դու այդ հնավուրց եկած հնչյունները դու փոխանցնողն ես դառնում եւ ժողովրդից լսարանից իդ քեզ է գալիս դա բանջում է ծայրաստիճան կենտրոնացում եւ որակ հնչյունը լսելու եւ իրար զգալու իրար լսելու այդ մեկ բահա մեկ պուլսացիայով օրինակ մի հայտնի դիրիժոր որ հարցրել են ինչ տեմպով նվագենք ինքը ասել է քո պուլսը դիր այսօրվա տեմպով այս բահի տեմպով դու անընդհատ փոփոխական ես դու նույն մարդը չես ինչ երկու րոպե առաջ հիմա ձեր խումբը նույնպես այդ սկզբունքով է առաջնորդվում պուլսը ստուգելով հերթական համերգը նվագում է թե ոչ այդ բահի թրթիրով գիտեք լսելու այդ ամենափոքր
ինչ է երաշխուն, եթե ֆիզիկայով նայենք, վիբրացիաներ են, չէ՞։ Այդ ինչի բայց այդտեղ հետևում շատ բան կա, մարդու զգալ այդ բահին, այո, մեկ դառնալ, ամբողջ անսամբլը այն ցև նվագի, որ ոնց որ մեկ հոգի է նվագում։ Տիկին Անի, շատ հետաքրքիր է թե ովքեր են այսօր ձեր դպրոցի անդամները, հատկապես հայաստանյան միջավայրում, եւ արդյոք այնտեղ մշակույթի ու արվեստի մարդիկ կան եւ ինչ են փնտրում այդտեղ իրենք հատկապես։ Անուններ չեմ, այսինքն ոչ թե քախնի, այսինքն աշակերտներն այն մարդիկ են, որոնց հետաքրքրում է այն հարցին, որ ինչի եմ ես եկել այստեղ, ինչ եմ անում այստեղ։ Գիտեք, մանավանդ մեր երկիրը շատ բաներով անցավ, ամբողջ միջնարևելքը մի տեղ գալիս է, որ երիտասարդությունը հարց է իրենց դիմաց, ինչ անենք, ունենք ասենք թե մասնագիտություն ավարտել ենք, բայց այսօր այդ ավարտած մասնագիտությամբ ես չեմ կարող աշխատել։ Միտեղ գալիս է պահը, որ բոլորիս կյանքի մեջ, մեծամասնության մեջ տեղը գալիս, որ ինչի եմ ես այստեղ եկել, ուզում եմ ընտանիք կազմել, երիտասարդ եմ, բավարար օրինակ փող չունեմ աշխատելու, բայց փողի ինչ որ հարց բերում է դպրոց, այսինքն պատասխանները չեն գտնում, դպրոցը փող չի տալիս, բայց կարող է զորացնի, ասենք թե ներքին կասկածը, որ ինչ եմ ես, գիտես հուսահատությունը եւ ինքնաթիդարգումը դա ոնց որ թույլ գա չէ մեր աչքերի դիմաց, մեկ այդ թույլը բացվի, ես կարողանամ ինքս ինձ տեսնեմ, իմ վիճակը տեսնեմ, ու ինչ ունեմ հնարավորություն եւ ինչն են իմ սահմանափակությունները, որը բարոն Գուրջևի քաղաքապարների կենտրոնական քաղաքապարներից է, ինչ է իմ հնարավորությունները եւ ինչ են իմ սահմանափակությունը, այսինքն ու այնտեղ ես կարող եմ ինքս տեսնել որտեղ եմ։ Okay, ծնողքս ինձ պիանո սովորել են դվել, երբ որ փոքր էի, հիմա եկել եմ, ընտանիք պիտի կազմեմ, երեխաս կա, չգիտեմ ինչ անեմ, ահա, պիանո գիտեմ նվագել, կարող եմ ասեք թե փող աշխատեմ, դաստամ, էժան տնից օրինակ եմ ասում, այսինքն կյանքի, ինչպես որ Լևոն ասեց, կյանքի մեջ ոնց կարելի է սեփական հմտությունները զարգացնելու, այո, եւ տեսնել իմ վիճակը այսօրվա ես ուր եմ։ Իսկ օրինակ ինչ մեթոդներ է առաջարկում դպրոցը կոնկրետ կարող ենք 1-2 օրինակ այստեղ ցույց տալ, ասել, ասենք եւ ինչքան է տևում դպրոցը, ասենք երբ ենք մենք հասկանում, որ ավարտեցինք արդեն դպրոցը։ Ուրեմն հիմա Հայաստանում Լորենս Ռոզենթալն է ժամանել մի քանի օրով Հայաստանում է լինելու այդ Գուրջևի դպրոցի դասընթացներին մասնակցում է ինքը մինչև այս օր 98 տարեկան է եւ ինքը թերևս սովորում է թերևս ինքն իր վրա է աշխատում ուշադրությունը պահելու եւ ինքը շատ քիդագից է խոսում եւ մի քանի ամիս առաջ ֆիլհարմոնիայում Արնո Բաբաջանյան համերգասրահում Գուրջևի երաժշտության մենահամերգ տվեց անկիր նվագելով մի ամբողջ համերգ Գուրջևի ստեղծագործությունները եւ նա 98 տարեկան հիանալի օրինակ է թե ինչպես կարող է մարդ այդ մեթոդները մինչեւ ուշ տարիքում ամբողջ առօրյա գիրարել եւ ուշադրությունը կենտրոնացած պահել եւ առողջությանն հետեւել եւ Գուրջևի դպրոցը կարելի ասել ամբողջ կյանքի համար է այո օրինակ հիմա 7 8 9 10 9 8 7 ներքին ժամ ունենք մենք, այսօրվա վարժություն ունենք, ամեն կես ժամ անգամը պետք է հաշվենք, մենք մեր մտքի մեջ, 1, 2, 3, 4, 4, 3, 2, 1, 2, 3, 4, 5, 5, 4, 3, 2, 3, 4, 5, մինչև 10, վիճնենք, դա, այսինքն որքան ժամանակ, ինչ, այդ, մինչև որ վերջանա հաշիվը, կարող է պահին ես կորցնեմ իմ ուշադրությունը, բայց ես հիմա ծեր հետ նստելով այդ հաշիվն է անում, մինչև այդ իմ հերթը գա, միտքիս մեջ այդ հաշիվը կա։ Ու այդ կարճ ժամանակով, որտեղ վերջը քնում ենք, մտնում ենք մեր ներողություն, մտնում ենք մեր քուն վիճակը,
մեր ավտոմատ իներցիայով մեր ավտոմատ վիճակը պետք է գնանք այստեղից դուրս գանք ավտոն դուն գնամ բայց ներքուց պիտի հիշեմ վարժություն ունեի վարժությունն ինձ փորձում է ես կամ այս պահի մեջ դա ինչ է տալիս ես ասեմ մտքին որ դու վարժ ես ամեն ինչ մի տեսակ անել եւ հագարակն ես անում հագարակ հաշվել օրինակ քո միտքը սկսում է ավելի ուշադրություն կենտրոնացնել կամ եթե աջ ցերկով ես ադամդ խոզանակել, եթե ցախ ցերկով ես անում, դու հագարակն ես անում։ Սովորություններդ, որ մեխանիկական է քեզ դարձնում ժամանակի ընթացքին, այդ սովորությունները կոտրելն է, որտեվ դու անընդհատ շարժում ես, ժամանակի ընթացքին սկսում ես մեխանիկորեն այդքան է գուտակվում այդ ամեն ինչը, որ առօրյադել է դառնում մեխանիկորեն։ Ոնց անել, որ քո ուշադրությունը անընդհատ քո վրա լինի։ Ինքնադիտարկման եւ ինքնազարգացման վրա։ Սա մեթոդներից մեկն է անի ասած, բայց այնտեղ բարերը կան, իր քրքերը խաղապարները պետք է ուսումնասիրես, որ նույնպես օրինակ Բելզեբուբի հեքիաթները մարդու քննադատման եւ ինքնադիտարկման հեքիաթների այսպես շարք է, այսպես ասած, ուսուցանող, բայց մարդկային ամենասկսնաղբյուրից, ամենասկսներից պատմությանը անդրադառնում է շումերներից էլ առաջ, մինչև երկրորդ համաշխարհային պատերազմ հեքիաթներից է ով Մենք նաև այս մեր որ հավաքված ենք այս շրջանին մենք ամսի 22-ից մինչև ամսի 29 ունենք ընդհանրապես աշխատանքային շաբաթ գոչվում, երբ որ գալիս ենք միասին առավոտվանից մինչև գիշեր ուսմունքի խաղապարների եւ բարերի շարժումների եւ երաժշտության հունի մեջ փորձում ենք աշխատել եւ կիրառել այս մեթոդները Այս պահին մենք աշխատում ենք Ռուսաստանի խմբի հետ Մոսկվայից, որը դա ոնց որ առաջի անգամն է պատահում, այն առումով, որ բարոն Գուրջևը ունեցել է իրեն ուղղություն, այսինքն lineage, իրեն, չգիտեմ հայերենով ինչ է, իրեն ուղղություն իրեն ինքը աշակերտներով փոխանցել է։ Իսկ Ռուսաստանում, քանի որ գիտեք այդ ժամանակները սովետը, պատը եւ երգաթե հիմա այսքան տարի հետո չկար խումբեր Ռուսաստանում կան անհատական խումբեր քիրքերն են արտացել խումբեր հավաքվենք բայց ուսմունքը փոխանցվում է բանավոր ճիշտ է քիրքերը կան կարդում են դպրոցի մեջ փոխանցվում է բանավոր ուսմունք որը գալիս է բարոն Գուրջևից աշակերտներից եւ աշակերտները մինչեւ մեզ է հասել եւ մենք այսօր այդ փախտը ունենք որ Ռուսաստանից Մոսկվայի խմբից 10 հոգի են եկել եւ այդ խումբը միասին մենք այսօր աշխատում ենք եւ աբակա ծրագիրներ կան սեպտեմբերին ունենք կոնֆրանս սեպտեմբեր 18 19 20 երկու օր Երևանում մի օր Գյումրիում կազմակերպված է բարոն Փիթեր Քաուի եւ իրեն Դիգինա Անահիդը որը UCLA-ի պրոֆեսորներից է ինքը հայագետ է Սկոտլանդացի է ինքը բայց շատ լավ մաքուր հայերեն է խոսում բարոն Փիթերը եւ ինքը համագործակցում են Երևանի Պետական համալսարանի հետ եւ կոնֆերանսը պիտի լինի Պետական համալսարանում եւ հոկտեմբերին չէ դեկտեմբերին կոնֆերանս կար Հարվարդում եւ բոլոր շատ մասնակիցներ այդ թեմայով նաեւ կոնֆերանս են արել Գուրջևի մասին եւ մենք ներկայ էինք Թեմաներից կարևորագույնը որն է որ ինչպես է բարոն Գուրջևի խաղապարները այսեր առաջի հարցին ինչպես է օգնել մարդկության այսինքն ինչպես կարողացել է մեկ խաղապարը օգնի ինչ որ մեկին ասենք թե բժշկության ոլորտում կամ ճարտարագիտության կամ բիզնես շատ հայտնի բիզնեսներ կան որոնք իր մեթոդները վերցնելով են զարգացրել Shell ընկերությունը որ գիտենք պետրոլի ամենամեծ ընկերություններից է ինքը լիքը ճգնաժամերից կարողացավ խուսափել որտեղ այդ մեթոդներն էր կիրառել կամ business strategy կամ scenario planning որ Ամերիկայում հիմա շատ բիզնեսներ դասընթացներ են անում կիրառում են էլի այդտեղի այդ մեթոդներից է վերցված Թատրոններում ամենտեղ բարոն Գուրջևի հետ շունչը կա մեր դպրոցում մեր ղեկավարը որ բերեց ուսմունքը բարոն Գուրջևին եղել է պետք է հիշեմ իրեն անունը Lillian Firestone որը անցած տարի ճշմարտաբար մահացավ 92 տարեկան
ինքն էր բերել 2007-ին կոնֆերանս եղավ այդ ժամանակ 3 տարի Մայքլ Պիտմաներ գազագերբել, որը նորից կարծեմ UCLA-ի հետ համագործակցելով 3 տարի Gillian Firestone-ը հաջող 3 տարի քալով այստեղ խումբ եղավ, խումբ ստեղծվեց եւ COVID-ից հետո որ բادرազմի շրջան էինք։ Այո։ Նույնիսկ այդ ժամանակ Gillian Firestone-ը այցելեց Հայաստան, նորեն մենք աշխատանքային շաբաթ ունեցանք COVID-ի ընթացքում, որ ամբողջ աշխարհում դպրոցները կանգնեցան, որովհետև մարդկային շփումը գրեթե անհնարին էր։ Իսկ մենք եկանք եւ Հայաստանում մենք ունենք 5 րոպե ժամանակ ու շատ հետաքրքիր է թե տեսեք մեր հասարակությունը շատ տրավմաների միջով անցավ այս վերջին տարիներին ու շատ կարևոր է որպեսզի ինքնա այսպես գիտակցումը արտնանա մեր բարձրանա ինչ եք առաջարկում դուք եւ այսօր շատ կան մարդիկ ովքեր որ հոգեպես ոչ ճիշտ չբալանսավորված վիճակում են գտնվում եւ ուզում են հասկանալ թե ինչ են իրենց անձամբ իր անձնական կյանքում ինչ զարգացումներ կլինի եւ առհասարակ մարդկության ու երկրի մակարդակով ինչ զարգացումներ հարց եք հարցնում այսինքն դպրոցը հոգեբուժարան չի ճիշտ ասած բայց օգնում է անհատին որ ինքը դիդարգի տեսնի իրեն բայց ես ճիշտ ասած շատ մեծ կարևորություն եմ դալիս եւ ուզում եմ այդ թեման ասել որը կապ չունի այս պահին դպրոցի հետ շատ կարևոր է երդասարտությունը դղակ աղջիկներ հոգեբանների տեսնեն նույնիսկ եթե դպրոց կան հոգեբանի տեսնելը շատ կարևոր է այսինքն դա չի նշանակում որ դպրոցը կա ես պետք է նաև դա լինի կյանքում պետք է մենք այդ սովորենք դրան իսկ դպրոցը կօգնի նաև ինքնադիտարկման եւ կարելի է գտնել մեզի Facebook-ի վրա Instagram-ի վրա կարող են կապնվել մեր դպրոցի Գուրջևի դպրոց Հայաստանում շատ լավ ինչ որ հավելելու բան ունեք Լևոն գիտեմ որ դուք նաև պատրաստվում եք երկարատև այսպես ճամփորդության ձեր անսամբլը գուցե մենք առիթ կունենանք դրան առանձին անդրադառնալու այո այդ երկար թեմա է ժամանակի մեջ դժվար է ասել ուղղակի այո ապրիլ ամսից մինչև հունիս որ բավական շրջակայություններ կան Եվրոպայում եւ Անգլիայում նույնիսկ Չինաստանում իսկ փոխվել են արդյոք այս տարիների ընթացքում ձեր երկացանկը ծրագրերը անընդհատ է թարմացվում եւ փոխվում նոր նյութեր ենք մենք վերցնում սովորում կիսվում բնականաբար բայց վերջի ժամանակներում մեր վերջի ցայնակրության ծրագիրը հաջող ենք կատարում զարդիր է կոչվում եւ այնտեղ բաց Գուրջևի երաժշտությունն է եւ բացի դա Բաղդասար Տբիր Սայաթնովա եւ Ջիվանի որտեղ Գուրջևի հայրը նաեւ աշուղ էր եւ այնտեղ աշուղական երաժշտության միջավայրը ներկայացնելը Գուրջևի երաժշտության կողքին շատ նպատակահարմար էր եւ արիթ հանդիսացավ այս մեկ տարվա մեջ օրինակ շատ դրսում հատկապես լսարան որ կյանքում ոչ Սայաթնովա ոչ Ջիվանի ոչ Բաղդասար Տբիրի անունն չէին դասել բայց իրենք կարողացան այդ միջոցով ծանոթանալ իսկ ձեր եվրոպական տուրերի ժամանակ ասենք այդ ամեն ինչը ընկալվում է օրինակ Սայաթնովա Ջիվանի օրինակ ասենք Գերմանիայում կամ չգիտեմ որտեղ շատ լավ ցայնակրության մեջ նախ թարգմանությունները կան անգլերենով Սայաթնովա Ջիվանի եւ Բաղդասար Տբիրի տեքստերը բանաստեղծությունները թարգմանված անգլերենի եւ դա հրաշալի արիթ է ովքեր որ ցայնակրությունն են վերցնում նյութին էլ ծանոթանան ինչի մասին է եւ բացահայտում է շատերի համար անշուշտ առհասարակ այդ հեղինակները եւ այսինքն ինչ ասեմ շատ լավ է ընկալվում այդ ամեն ինչը բնականաբար որովհետեւ փաստն է որ անընդհատ հրավերներ ունենք եւ դարբեր տեղերից առաջի անգամ լալով Անգլիայում այս տարի Բրիստոլում, Լոնդոնում եւ Նորվիչում պետք է ելույթ ունենանք մայիսի 16-ից 18
ժամանակահատվածում Բելգիայում ունենք, ապրիլին Հոլանդիայում ունենք, հետո ունենք Գերմանիայում, իթե այդ առանցին թեմա է Գերմանիան պետք է խոսենք։ Իսկ այդ հաջողությունները դուք կապում եք Գյուրջիև անվան հետ։ Անվան հետ չեմ կապում։ Հակառակը կարող եմ ասել, որ լսարանի 90%-ը, ովքեր որ գալիս են, առհասարակ 90%-ը երբևէ Գուրջևի անունը լսածել չի, բայց այնտեղ է ծանոթանում եւ այդ համերգներից հետո շատ ես գիտեմ նամակներից, որ շատ այցելուներ են լինում Հայաստան, իրենք ողջևորված, կամ մարդիկ են լինում, որ սկսում են խորանալ հետաքրքրվել Գուրջևի մեթոդների, հարցնում են նամակ են գրում, ուր դպրոց կա իմ երկրում, իմ քաղաքում, ես փորձում եմ գաբի մեջ տնել, բայց ամենակարևորը որակն է, որ Գուրջևի մեթոդներից ուսմունքի գցեք, ասում եմ անունը չի, բայց էությունն է։ Այո։ Շնորհակալություն, թերևս այսքանը մեր հաղորդումն ավարտվեց։ Սիրելի ռադիո լսող, իմ հյուրերն այսօր Գյուրջիև դպրոցի հայաստանյան ներկայացուցիչ Անի Բոստանյանը եւ Գյուրջիև անսամբլի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանն էին։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը։ Մինչ հանդիպում։